The European Union wants very much to Եվրոպական միությունը շահագրգռված է Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման հարցում, քանի որ կարծում ենք, այն կօգնի ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի զարգացմանը։ Այսօր պատասխանելով ազատության հարցին, ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին։ Դեսպանը հավելեց, Եվրամիությունը Հայաստանում շարունակում է ծրագրեր իրականացնել նաև այն հույսով, որ տարածաշրջանում շուտով խաղաղություն կհաստատվի։ Let's hope that we will avoid another inflagration. Հույս ունենք, որ հետագայում մենք կարող ենք խուսափել նման պատերազմական իրավիճակներից կամ լարվածության նոր աճից եւ բոլոր կողմերին շուտով կտեսնենք բանակցության սեղանի շուրջ։ Able to see all the parties involved sitting at the table and negotiating the solution. Երկու օր առաջ Եվրախորհրդարանի լիագումար նիստում քննարկվում էր Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարեց, որ միջազգային այս կարևոր կառույցը մեծացնում է ջանքերը հակամարտության կարգավորման հարցում։ Ըստ Մոգերինիի, հակամարտությունը շարունակում է սպառնալիք հանդիսանալ տարածաշրջանային անվտանգությանը։ Continues to pose a threat to regional security in our neighborhood. Հարավային Կովկասը կարևոր տարածք է Եվրոպայի համար, նշեց Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուն։ Հայաստանում Եվրամիության դեսպանի կարծիքով հակամարտության կարգավորման կարևոր քայլերից մեկը պետք է լինի երկու երկրների քաղաքացիական հասարակությունների միջև երկխոսությունը։ Armenia and Azerbaijan Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պետք է ուղիղ կապ հաստատեն եւ մտածեն հաշտեցման մասին։ Եվրոպական միությունը երկու կողմում էլ ֆինանսավորում է հատկացնում այդ շփումների համար, ինչը հենց ճիշտ հիմքն է հասնելու այդ երկխոսությանը։ building these platforms of dialogue.